Ես պետք է կարդամ ձեզ այսօր հայտնության 20-րդ գլուխը 1-ից 6 համարն եմ ուզում կարդամ։ Եվ այսպես է գրված հայտնության 20-րդ գլուխը հազարամյայի պատկերն է, հետո հրեշ տակը տեսա, որ երկնքեն կիշներ ու անդունդին բանալին ու մեջ շղթամը ուներ իր ձեռքը։ Ամբրնեց վիշապ, այսինք առաջին հոց ու բանսարկուն ու սատանան ու կապեց զանիկա 1000 տարի։ Ու անդունդը ձգեց զանիկա եւ գոցեց ու վրան կնքեց, որ այլ չմոլերեսնե ազգերը մինչև 1000 տարին լմնա։ Անկե ետքը պիտի արձակվի անիկա կար ժամանակի համար։ Աթոռներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց դատավորություն տրվեցավ։ Նաեւ Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածներու հոգիները տեսա, անոնք որ երկրպագություն չրին գազանին, ոչ էլ անոր պատկերին ու անոր դրոշմին, իրեն ճակատների վրա ու իրեն ձեռքին վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսին հետ 1000 տարի թագավորեցին։ Մյուս մեռելները չապրեցան, մինչև 1000 տարին լրացավ։ Ասիկա է առաջի արությունը։ Երանելի ու սուրբ է այն, որ առաջի արության մեջ բաժին ունի, անոնց վրա երկրորդ մա իշխանություն չունի, ապա անոնք Աստծո ու Քրիստոսի քահանաներ պիտի լան ու անոր հետ 1000 տարի պիտի թագավորեն։ Սա ուրեմն հայտնության 20-րդ գլուխներ հազարամյայի պատկերն էր, բայց մինչև այդ բավականին բաներ պետք է տեղի ունենա, գիտեք, բավականին բաներ պետք է տեղի ունենա, եւ բավականին փորձություններ կա դեռ հաղթարելու, թե եկեղեցին եւ թե այս աշխարհին եւ ի վերջո այն ինչի որ մենք հավատում ենք եւ սպասում ենք եւ մեր սրտի մեջ է, որ Հիսուս պետք է գա եւ Հիսուս հազարամյա թագավորություն պետք է բերի, կան եկեղեցիներ հավատում են, կան չեն հավատում, բայց մենք հավատում ենք ինչ որ գրված է եւ այդպես է լինելու է եւ Հիսուս իր հազարամյա թագավորությունը պետք է բերի։ Եվ մենք դրան արդեն մոտիկացել ենք, ժամանակը մոտիկացել է եւ մեծ ու կարեւոր իրադարձություններ է կատարվելու։ Նաեւ ես ձեզ ասեմ, այս հիմա որ մարդկանց դեպորտ են անում ամեն մեկին իր երկիրը, նաեւ Ռուսաստանում տարբեր տեղերից, սա էլ շատ կարեւոր դեպքեր է, որ տեղի է ունենում։ Սրանք էլ շատ կարեւոր դեպքեր է, որ տեղի է ունենում եւ ժամանակը հասել է, ամեն բանի վաղճանն է մոտիկացել է, ուրեմն մեզ ինչ է մնում սպասելով այն երջանիկ հույսին, այսինքն մեր հավատքի մեջ հաստատ մնանք, որտեվ այն որ գալու է պետք է գա ու պետք է չի ուշանալու, թեևս Պետրոս Արաքելյանը ասում է ոմանք ուշացած համարեցին, բայց չի ուշանալու, գալու է ճիշտ ժամանակին։ Աստված այս աշխարհին երկու հատ Ադամ է տվել։ Առաջի Ադամ եւ վերջին Ադամ։ Աստված մարդուն երկու հնարավորություն է տվել՝ մարմնավոր ծնունդ եւ հոգեվոր ծնունդ։ Մարմնավոր ծնունդ ունեցել ենք բոլորս, բայց վերջին Ադամը եկավ որպեսզի մեզ հոգեվոր ծնունդ տա եւ կյանք հավիտենական եւ ոչ միայն հոգեվոր ծնունդ, ապա հոգեղեն մարմին էլ տա մեզ։ Որտեղ առաջի Ադամից մենք մարմին ժառանգեցինք, վերջին Ադամից էլ պետք է մարմին ունենանք եւ ինչպես որ առաջի Ադամն էր, իր կերպարանք ունեցանք, իր ֆիզիոնոմիան ունեցանք, իր կյանքը ունեցանք եւ վերստին ծննդով հավատալով վերջին Ադամին իր պատկերին կերպարանակից լինելով մենք կամաց հոգեղեն մարմին պետք է առնենք եւ ի վերջո վերջին Ադամին պետք է նմանենք, ինչպես որ Քրիստոս էր, այնպես էլ մենք պետք է լինենք։ Եվ այս բանը, այս ճշմարտությունը մարդու առաջ դրված է, հիմա եթե մարդը մարմնավոր ծնունդ ունեցել է, հոգևոր ծնունդը, հոգեղեն աշխարհը, հոգեղեն մարմինը մերժում է, Աստված ինչ պետք է անի այդ մարդուն։ Առաջի Ադամը դատապարտված է, առաջի Ադամը ընկավ, կորցրեց ինչ որ ուներ։ Առաջի Ադամը պարտվեց։ Անփորձ լինելու պատճառով, ճիշտ է որ Ադամը արդար էր, բայց սուրբ չէր։ Վերջին Ադամը ոչ թե արդար էր, ապա սուրբ էր, անմեղադրելի էր, եւ ինչպես որ Աստված ասեց, կնոջ սերունդից մեկը պետք է գա եւ քո գլուխը իր գարշապարով պիտի ջախջախի։ Եվ այդպես էլ եղավ։ Ուրեմն
19-րդ գլխի մեջ գեղեցիկ պատկերը, երբ որ Հիսուս գալիս է, եւ ճերմակ ձիի վրա նստած եւ նրա գլխի վրա շատ թագեր կային, եւ առաջ խաչի վրա որ գնաց, փուշե պսակ կար նրա գլխին, փուշից պսակ կար, եւ այդ փուշե պսակը ինչ է նշանակում, երբ որ Ադամ մեղքի մեջ ընկավ, Աստված ասեց այս անելուց համար քո ճակատիդ քրտինկով աշխատես եւ երգիրը անիծվեց ու փուշ ու տատած տա։ Եվ այդ փուշե պսակ այս երկրի անեծքն էր, որ նաև իր վրա վերցրավ ոչ միայն մարդու մեղքը, ապա անեծքն էլ վերցրեց, որտեղ հազարամյային Քրիստոսի թագավորության ժամանակ երկիրը Տիրոջ գիտությունով բրիլեցվի, օրդությունով բրիլեցվի, սով բդի չլինի, առատություն բդի լինի, անեծք բդի չլինի այլևս, եւ մարդը հանգիստ խաղաղ բդի ապրի, որի փորձառությունը այս 6000 տարի ավել է 700 տարին է, մարդկությունը չի ունեցել, չի տեսել, չի զգացել, չի կարողացել երևակայի նույնիսկ մարդը այդ թագավորությունը Հիսուս բերելու է։ Ուրեմն սրանից առաջ ինչ եղավ, Տեր Հիսուս երբ որ հայտնվեց ճերմակ ձի վրա եւ նրա հետևից նույնպես գալիս էին հեծյալներ ճերմակ ձիով, վստահ որ դա դուք եք, եւ Հովսապատի հովիտում պատերազմ բդի լինի, եւ Հիսուս պատերազմելու է եւ այսպես է գրված. Տեսա Գազանը ու երկրի թագավորներ ու անոնց զորքը մեկտեղ հավաքված պատերազմ ընելու անոր հետ, որ ձիու վրա հեծերեր ու անոր զորքերի հետ։ Գազանը բռնվեցավ ու անոր հետ սուտ մարգարեն, որ անոր արջևեն նշաններ երավ, որոնց մոլորեցրեց Գազանի դրոշմը ընդունողները եւ անոր պատկերին երկրպագություն ունողները, երկու քնալ ողջ ծծումբով վարված կրակի լիճը ձգվեցան։ Ուրիշներն ալ սպանվեցյան ձյու վրա հեսնողի սուրեն, որ անոր բենեն կելեր ու բոլոր թրջունները անոց մարմիններ են կշտացան։ Ուրիշներն ալ, այսինքն սուտ մարգարեի ների եւ սատանայի զորքը ազգեր, լեզուներ, թագավորություններ, որոնք միաբանվել էին Քրիստոսի դեմ պատերազմելու, սրանք ուրիշներն են։ Սրանք սպանվեցին ու իջան դժոխքը, բայց Գազանը եւ սուտ մարգարեն բռնվեցին եւ ողջ ընկան ծծումով վարած կրակի լիճը։ Սա առաջի երկու անձերն է, որ ընկան ծծումով վարած կրակի լիճը։ Սրանից առաջ դեռ ոչ մեկ չի գնացել այնտեղ։ Գնալու են վերջին դատաստանի ժամանակ, երբ որ դժոխքից դուրս գան, դատվեն, հետո նոր են գնալու ծծումով վարած կրակի լիճը։ Բայց առաջի անձերը ներներ եւ սուտ մարգարեն։ Բայց նրանց հետևով զորքը որ սպանվեց, իջան դժոխքը սրանք իջան դժոխքը։ Ուրեմն Գազանը բռնվեց ագրված, փիազո ագրած հունարենով։ Փիազո, որը նշանակում է ճզմել կամ սեղմել, կամ ինչ-որ անկյունի մեջ մեկին բռնես։ Մի խոսքով, այս բառը ցույց է տալիս, որ երբ Հիսուս եկավ, ամբողջ զորքը, որ հավաքվել էին, Հովսապատի հովիտը, Հիսուսի հետ պատերազմելու, Հիսուս սրանց շրջապատեց կլորակ եւ ճզմեց սրանց բոլորին։ Այսինքն մեկը չկարողացավ փախնել կամ ճողոպրել, այսպես ճզմեց սրանց, սեղմեց եւ սուտ մարգարեն ու Գազանին բռնվեցին սրանք եւ սրանք գնացին ծծումով վարած կրակի լիճը։ Հետո 20 համարը, 20-րդ գլուխ առաջի համարը, հետո հրեշտակ մեն տեսա, որ երկնքեն կիշներ ու անդունդին բանալին ու մեջ շղթամը ուներ իր ձեռքը։ Ուրեմն հազարամյա թագավորության վրայով շատ տարբեր կարծիքներ կան, եւ սա վարդապետություն է, հազարամյա թագավորությունը, հավատալը, սա վարդապետություն է, եւ այս վարդապետությունը հիմնված չի մարդկային զգացմունքների կամ գաղափարների հիման վրա, ապա հիմնված է Աստծո խոսքի ու մարգարեության եւ այն խոստումների վրա, որ ավետարանն է խոսում։
Մենք կարող ենք բաներ կա պնդել, բայց չկարողանալ ապացուցել ավետարանով։ Օրինակի համար մարդիկ, որոնք ասում են, որ Հիսուս արդեն թագավորում է, Հիսուս արդեն եկել է, բայց այդ իրենց ասած իրենք չեն կարողանում հիմնավորեն կամ կարողանան բացատրեն, սովորեցնեն ըստ ավետարանի, ապա դա գաղափարական մի համոզմունք է, որով սատանան դրել է մարդկանց մեջ, նույնիսկ մեծ անվանի հոգևորների արքեպիսկոպոս, նույնիսկ ավետարանական եկեղեցիներ կան, որոնք որ ոչ սպասում են, ոչ է քարոզում են, որտեղ վախենում են, որտեղ վստահ կամ հաստատ չեն, արդյոք Քրիստոս պիտի գա նորից։ Բայց եթե գա, գիտենք, հավատում ենք, որ պիտի գա Դադաստան անի, բայց մենք ասում ենք, որ Դադաստանից առաջ հազարամյա թագավորություն կա, այսինքն վերջին Դադաստանից առաջ հազարամյա թագավորություն, այո, պիտի գա, պիտի գա դատի, ազգերի Դադաստան պիտի լինի, դրանից առաջ Իսրայելի Դադաստանը պիտի լինի նեղության շրջանի, հետո Հիսուս հազարամյա թագավորություն պիտի բերի։ Եվ նշաններ էլ կային, որոնք որ ավետարանը մեզ սովորեցնում է, օրինակ Մաղաքիա 4:5-ի մեջ է գրված, Եղիայի մասին է ասում, որ Եղիան պիտի գա, եւ Հայտնության 11-րդ գլուխ 3-6 համարի մեջ է գրված։ Սա մեկ նշան է։ Հովել Մարգարին է գրում, 2-րդ գլուխ 11-ից 12 համարը չեմ ուզում կարդամ ժամանակը խնայելու համար, եւ Մատթեոս 24-29-ի մեջ է գրված, Հայտնության 6-րդ գլուխ 12-17 համարների մեջ է գրված, որ այդպես պիտի լինի։ Հիսուսի գալուց առաջ, իր թագավորությունը հասնելուց առաջ։ Եկեղեցիների մասին էլ է գրված, օրինակի համար եկեղեցիները, որոնք որ կարող են թմրել, քնել, եւ այդ թմրությունը, այդ քնելը ինչի համար է, որ չսպասեն նրա գալստյանը, որտեղ մենք այսօր չենք լսում Քրիստոսի թագավորության երկրորդ գալստյան մասին քարոզներ, հազարամյայի մասին, պատրաստել ժողովրդին, ապա լսում ենք բաներ, որոնք որ ընդհանրապես հոգևոր կյանքից դուրս են, անհրաժեշտ չեն։ Օրինակ հին ուխտի պատմությունները լավ է իմանալը, բայց այսօր հին ուխտի պատմությունները օրենքի վրայով կամ մաքրության վերաբերյալ բաներ այսօր հավատացյալներին պետք չեն։ Դա գրված է իմանալու սովորելու համար, բայց մեր այսօրվա կյանքի համար դրանք պետք չեն, դրանք մեզ չեն տանում Քրիստոսին։ Տեսեք, 5-րդ գլուխն է առաջ Թեսաղոնիկեցից, բայց այն ժամերի եւ ժամանակների համար եղբայրներ պետք չէ բանը գրել ձեզի, քանզի դուք աղի գիտեք, թե Տերոջ օրը գիշերը գողի պես պիտի հասնի։ Երբ ասելուն են, թե խաղաղություն եւ ապահովություն է, այն ատեն կորուստ հանկարծակի անոնց վրա պիտի հասնի, հղի երկնքի պես ու պիտի չազատեն։ Երբ ասեն խաղաղություն եւ ապահովություն է, եկեղեցին էլ էս խաղաղության եւ ապահովության մեջ հանգստանալու է։ Խաղաղություն, ապահովություն է, տես բան չկա։ Եվ ինչ է գրված, բայց դուք եղբայրներ խավարի մեջ չեք, որ այն օրը գողի մպես ձեր վրա հասնիմ։ Ուրեմն մենք պետք է գնանք։ Վասնզի դուք ամենքը լուսով որդիներն եք ու ցերեկվա որդիներ եք։ Մենք գիշերվանը չենք, խավարին չենք։ Ուրեմն չքնանանք ինչպես ուրիշները։ Գիտեք ինչ վտանգավոր խոսք է, երբ ուզում է թողա, այդ ձև չի լինում։ Ավետարանն ասեք, արի, հիմա եթե դու չես ուզում, հիմա մեկը քեզ ասում է, ես ուզում եմ ձերտուն հյուր գամ, ասում ես, երբ ուզում ես արի, նշանակում է, որ գիտես ինչ ինձի շատ մի անհանգստացրու։ Երբ ուզում ես արի, ոչ, արի, երբ ես ուզում գամ, ես ուզում եմ գնամ։ Մի մասն ասում եմ, որ չէ, մենք պետք է հասնենք սրբության մի վիճակի, որ Հիսուսը մեզի ընդունի, այտենց մեկը չի եղել, որ հասնի, ինչ որ կանք, ինչ որ ենք, ինչ վիճակի մեջ որ կանք, այս վիճակով մենք գնանք, միանանք Հիսուսին և պրծնենք, որովհետև ինչքան գնալով աշխարհը դառնանում է, այդ դառնության հետ միասին մեր կյանքը դժվարանում է ու մեր կյանքի մեղքերն են շատանում։ Մեզ դժվարանում է ապրելը, մեզ դժվարանում է society մեջ համակերպվելը, Սատանան ուզում է մեզ ներգրավի այս society մեջ, որպեսզի մեզ, որպես լույս եղող, աղ եղող այլևս չերևանք,
Մենք չերևանք, մենք այս հասարակության մեջ ձուլվենք, մերվենք, չերևանք եւ մեզանից վերցնի Աստծո խոսքը, մեր վկայությունը եւ այդ ձևով կարողանա մեր հոգեվոր կյանքի շարժը կանգնեցնել։ Եկեղեցի նպատակներ կանգնեցնել։ Սա մեզ համար մահ է արդեն, մահ է արդեն։ Նայեք հլը, այստեղ ինչ է գրում Պողոս առաքյալը, ասում է, որ երկրորդ Թեսաղոնիկեցի կաղաչենք ձեզ եղբայրներ մեր Տեր Հիսուս Քրիստոսին գալուստին, որ պետք է գա, ու մեր անոր հավաքվելու համար։ Կաղաչեմ ձեզ եղբայրներ մեր Տեր Հիսուս Քրիստոսին գալստյան ու մեր անոր հավաքվելու համար։ Ինչ է ուզում ասի առաքելը, չլինի շուտ մը խախտեք ձեր մտքից ու չլինի որ խռովեք ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ ալ թուղթով մը իբր թե մեզ մե գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած է։ Քրիստոսի օրը եկած հասած է։ Այն ժամանակվա քարոզիչներ, որ քարոզում էին, գիտություն չունեին, տենց են քարոզում։ Հիմա մենք այլևս գիտություն ունենք, հասկացանք, որ չի գալու, այլևս թագավորում ենք, այլևս հավատացյալ եւ այսպես խափելով, փոխելով, խռովեցնելով մարդկանց տանում են ոչ թե Քրիստոսը դիմավորելու, ապա ներին դիմավորելու։ Չլա թե մեկը ձեզի խափե կերպով մը, ինչ-որ մի կերպով։ Վասնզի այն օրը պիտի չգա ապստամբությունից առաջ ու հայտնվի անարյունության մարդը կորստյան որդին։ Ուրեմն նշաններ կա, որոնք մենք տեսնում ենք եւ հասկանում ենք։ Մինչև այստեղ ինչ-որ հասել ենք հիմա, ինչ-որ գրված է եղնումա, չէ՞։ Օրինակ Մատթեոս 24-ի մեջ երկրաշարժներ, պատերազմներ, ազգազգի վրա, թագավորության վրա, ասեցեցի ցավերու սկիզբն է, բուն ցավը հետո է գալու։ Եվ մենք գիտենք ում է վերաբերվում բուն ցավը, որ ազգին է վերաբերվում, ինչ է լինելու այդ բուն ցավի ժամանակ, ները ոնց է հայտնվելու, եկեղեցին պետք է հափշտակվի, հետո նոր նա հայտնվի, եւ որ նա հայտնվեց, այլևս աշխարհը իր ընթացքը ամբողջությամբ փոխելու է, իր ուշադրությունը փոխելու է այս անձի վերաբերյալ, շատ բաներ է փոխվելու այս կյանքում, այս աշխարհում, մարդկանց մեջ։ Հիմա հարց առաջացավ։ Անցյալ օրը մի հատ քարոզիչ էին հարցրել, իր պատասխանը լավ էր, բայց կիսատ էր։ Արդյոք նեղության շրջանին եկեղեցի անդամները լինելու որ մնան 100%։ 100%։ Բայց նրանք ինչ են լինելու, արդյոք նեղության շրջանի մարդիկ են լինելու որ փրկվելու են, 100% փրկվելու են։ Եվ գրված է, եւ կհասնենք դրան։ Փրկվելու են։ Բայց շնորհքի շրջանը պրծել է։ Հիմա ասում եմ, եթե շնորհքը պրծել է, բա ո՞նց է փրկվելու սրանք։ Ինչպես որ հին ուխտի մեջ շնորհքի շրջան չէ, չէ՞։ Ո՞նց էին փրկվում հավատալով։ Եվ Աստված գիտեր դրանց։ Մարդիկ կան, որոնք որ չեն հակառակվում ավետարանի, բայց հետաձգում են իրաց փրկությունը։ Հետաձգում են եւ հանկարծակի են գալու եւ հանկարծակի գալով տեսնելու են որ մնացին, վրիպեցին եւ սրանք որ զգաստանալու են եւ Սուրբ Հոգին գիտի թե ովքեր պետք է իրենց սիրտը բացեն եւ Սուրբ Հոգին դրանց կանչելու է, բայց սրանք կյանքի գին պետք է վճարեն փրկվելու համար։ Իրենց կյանքի գնով պետք է փրկվեն, մորթվելով սպան, որտեւ այդ կնիկը չընդունելու պատճառներից մեկը լինելու է իրենց սպանությունը, բանտարկությունը, մահը, իմացակ, եւ դժվարություն են ունենալու ապրելու համար եւ չեն կարողանալ հաց առնել, ջուր առնել, հոսանք ոչ իման չեն կարողանալ եւ սա իրենց ստիպել է, իսկ հարևանը որ կնիկ ունի, նա չի տալու իրան, որտեվ դա միայն իրանն է։ Եվ այս մարդիկ իրենց կյանքի գնով, մեռնելով Քրիստոսը պետք է փառավորեն, ընդունեն եւ պետք է փրկվեն եւ պետք է հազարամյա մասնակից լինեն մեր հետ։ Եվ Եսայի մարգարեն էլ է գրում, Սաղմոս 24-ն էլ է գրում Հիսուսի մասին,
Դանիելի մեջ էլ է գրված, Դանիել 2-րդ գլուխն է 44-45 համարների մեջ, այսպես է գրում մարգարեն, կարդամ ձեզի եւ ձեզ շատ ծանոթ է սա, այն թագավորներուն օրերը երկնքի Աստվածը ուրիշ թագավորությունը պիտի հանի։ Այն թագավորության օրերը, այսինքն հիմա այս օրերը, այն թագավորության ժամանակ, այն թագավորների օրերը երկնքի Աստված ուրիշ թագավորությունը պիտի հանի, որ հավիտյան պիտի չավրվի։ Այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողվի, որտեղ միշտ թագավորությունը, ինչպես Նաբուկոդոնոսոր թողեց պարսիկները հույները հռոմեացիներին այսպես պատերազմելով փոխանցեցին իրար, այս թագավորությունը մեկը չկա որ կարողանա ձեռքից խլի կամ թողվի նրան։ Այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողվի, անիկ այս բոլոր թագավորները պիտի փշրե ու պիտի հացնե ու ինքը հավիտյան պիտի մնա։ Դուն առանց ձեռքի լերեն կտրած քարմը տեսար եւ անիկա երկաթը պղին ձկավը արծաթ ու ոսկին փշրեց, այսինքն Նաբուկոդոնոսի տեսած երազի մեջ է արձանը։ Մեծ Աստված ասկե ետքը ինչ լալիքը թագավորին գիծուց ու երազը ճշմարիտ է եւ անոր մեկնությունը վստահելի է։ Այսպես է լինելու։ Եվ 7000 տարի թագավորում է սատանան, թագավորում այս աշխարհի Աստվածն է, այս օթիշխանը թագավորում է, եկավ ժամանակ նրա թագավորության ավարտին եւ ինքը թագավորեց ազգերի միջոցով, ժողովրդի լեզուների միջոցով, գործածեց եւ ասեց ինձի տրված է, ում որ ուզեմ նրան կտամ եւ եթե մեկ ինձ երկրպագի կտամ իրան եւ Հիսուս իր փորձության ժամանակ դրան հանդիպեց եւ սատանան ցույց տվեց աշխարհի թագավորություններն ու նրանց փառքը, ասեց ինձ երկրպագի քեզի կտամ։ Եվ Հիսուս ասեց, որ հետից գնա սատանա, գրված է մենակ ու Տեր Աստվածդ պաշտես, եւ սատանան այսօր այդ թագավորությունները իր ձեռքն առնելով ազգերի վրա իշխում է, եւ լերից բռնված ժայռը, որ Քրիստոս է, հարվածելու է, այսինքն կործանելու է այս աշխարհի թագավորությունները, եւ կործանվեցին, եւ այդ լերը մեծ ամբողջ աշխարհը լեցնելու է, եւ իր թագավորությունը 1000 տարի հավիտյանից մնալու չի փոխվելու։ Եվ ինչպես Արաքյանն ասում, անշարժ թագավորություն ունենալով, անշարժ թագավորություն ունենք մենք։ Եվ Հիսուս պիտի անի այս ամեն բաները, պիտի անի։ Այսօր համար ենք ասում, որ եկեղեցին դպրոց է, բայց մենք պիտի իմանանք ուր ենք գնում, մեր գործը, մեր պաշտոնը ինչ է լինելու։ Գրված է, որ դուք նրան թագավորներ եւ քահանաներ եղաք, բայց թագավորը չիմանա թագավորությունը ոնց պիտի առաջնորդի, քահանան չիմանա, թե ինքը ոնց պիտի քահանայություն անի։ Բայց այդ դպրոցա չէ, բայց եկեղեցին դպրոցա, այս համար ենք ասում, որ մենք ոչ միայն գալիս ենք ստեղ Աստված պաշտելու, ապա Աստծո խորհուրդները, ծրագիրները հասկանալու, սովորելու, որտեղ այս ավետարանը գրված է մեզ համար, մեզ սովորեցնելու համար։ Եվ դրա համար ենք մենք սովորում։ Եսայի մարգարեության մեջ էլ շատ մարգարեություններ կա, բայց մեկը կարդամ եւ այսպես է գրված։ Հուդայի եւ Երուսաղեմի նկատմամբ տրված պատգամը, որ Աստված իմացուց Ամոսի որդին Եսային, վերջին օրերը, որ հիմա է, Տերոջը տանը լերը, լերներում գլխուն վրա պիտի հաստատվի, բլուրներեն վեր պիտի բարձրանա, բոլոր հեթանոսները հեղի պես պիտի դիմեն անոր, շատ ժողովուրդներ պիտի երթահուսե, եկեք Եհովայի լերը, Հակոբին Աստծուն տունը ելնենք, որպեսզի մեզ իր ճամփաները սովորեցնե, ու անոր շավիգների մեջ քայլենք, վասնզի օրենքը Սիոնեն ու Տերոջ խոսքը Երուսաղեմից պիտի ելնի։
Անիկա հեթանոսների մեջ դադաստան պիտի տեսնե եւ շատ ժողովուրդներ պիտի հանդիմանե անոնք իրենց սուրերեն խոփեր ու իրենց նիզակներեն հոտոսներ պիտի շինեն ազգազգի վրա սուր պիտի չվերցնե եւ ալ պատերազմ պիտի չսորվեն ով Հակոբի տուն եկեք Տերոջը լույսովը քայլենք տեսնում եք հազարամյան ինչ սքանչելի է լինելու եւ որ Հիսուս բերի եւ որ Հիսուս գա այլ պատերազմ պիտի չսովորեն այդ զենքերն էլ որ ունեին պիտի գործածեն գյուղատնտեսության մեջ, չեն օգտագործելու իրար սպանելու, որտեղ մարդկությունը այս փորձառությունը չի ունեցել, մարդկությունը չգիտի ինչ բան է խաղաղություն, որտեղ այս աշխարհից խաղաղության իշխանը պակաս է, առանց խաղաղության իշխանի խաղաղություն չի կարող լինի, բայց եթե խաղաղության իշխանին մերժում են, անընդհատ պատերազմ պիտի լինի, անընդհատ սով մահտարաժամներ պիտի լինի, մինչև որ մարդկությունը հասկանա, որ ճշմարիտ թագավորը պիտի գա։ Նրանք, որոնք եկան խաբեցին, սատանան ազգերին մոլորեցրեց, խաբեց, կործանեց։ Եվ այս 6000 տարի մարդկությունը չկարողացավ հասկանալ, որ միակ ճշմարիտ Աստված արարիչը Հիսուս Քրիստոս ինքն է երկնքի Աստվածը։ Եվ գնացին ու խոտորեցին ու մոլորեցին, բայց երանելի են բոլոր նրանք, ովքեր ճանաչեցին, ընդունեցին, սիրեցին Քրիստոսը, Ուրեմն ասում է, որ և տեսա երկնքից հրեշտակ իջավ, հետո հրեշտակը տեսա, որ երկնքեն կիջներ և անդունդի բանալին ու մեջ շղթամը ուներ իր ձեռքը, ով էր այս հրեշտակը, որ իջավ ու անդունդի գուբի բանալին ու շղթա ուներ և սատանային կապեց և գուբը իջեցրեց 1000 տարի մնալու ենտեղ։ Ով էր այս հրեշտակը, չի գրված այս հրեշտակի անուն էստեղ, բայց այս հրեշտակին հանդիպում ենք հայտնության 9-րդ գլուխ առաջի համարի մեջ, տեսնենք ով էր այս հրեշտակը, 9-րդ գլուխ եւ առաջի համարն է, 5-րդ հրեշտակը փող հնչեցրեց, երկրի վրա հարվածներ է գալիս, 5-րդ հրեշտակը փող հնչեցրեց ու տեսա, որ երկնքեն աստղ մնգավ երկրի վրա, անդունդին գուբին բանալին անոր տրվեցավ, ուրեմն աստղ չէր, այնքան փայլուն էր, որ աստղի պես էր, հրեշտակ էր սա հրեշտակ էր, և ինչ եղավ անդունդին գուբի բանալին անոր տրվեցավ, ուրեմն այս հրեշտակ ուներ անդունդին գուբին բանալին, և անդունդին գուբը բացեց, անդունդ գրված է աբուսոս, նշանակում է անհատակ, հատակ չունեցող, աբուսոս, տենց է գրված, բրնես դել գրված է կրատո, այսինքն իշխանություն ուներ նրա վրա, իշխանություն ուներ, իշմ եք էլի եմ ասել, անցեցանք մի քարոզ առաջ եմ ասել, միշտ ասում են, չէ մարդիկ կան, հավատացյալներ ասում են, Աստված ինչի սատանային չի բռնում, ախե սատանան Աստծո հետ կոնտրաստ չի, որ բռնի, տիեզերքի մեջ Աստծո հետ կոնտրաստ չկա, որ Աստված մեկին բռնի, ոնց կարա արարիչը իրեն ստեղծվածը իր ստեղծողի հետ կռվի, չի կարա, անհնարին բան է, դա ամոթ մի բան է, Հիսուս հրամայեց հրեշտակն արեց, այսինքն ստեղծված մեկը այդ ստեղծվածին բռնեց, ինքը կոնտրաստ չի իր հետ, Աստված կոնտրաստ չունի, հիմա Հիսուս որ երկրի վրա էր, որպես մարդ, չէր կարող սատանային կործանել, չէր կարող, բայց չասեց, ինչ ես կարծում Պետրոս, չեմ կարող աղաչել իմ հորս հրեշտակների գունդ ուղարկել, և սրանց մուխ է կմարել ինձ է կազատել քեզ էլ հետը, բայց այս պայ ժամանակի համար եմ եկով այս գավաթը բդի խմեմ, իմացակ, և այս հրեշտակն եկավ ու սատանային բռնեց, կապեց շղթաներով գուբի իջեցեց ու վրան կենքեց, բայց ինչ տեղի ունեցավ, ինչ էր եղել, այն սատանան, որ Աստծո առջև էր, որ կատարյալ էր, ստեղծված և
ինքը ամենահրեշտակապետն էր, ամենազորեղն էր, կամանց իր զորությունը, իր փառքը կորցնելով ընկավ երկրորդ երկինք, հետո ընկավ երկրի վրա, հետո իջավ գուբը, կորցրեց իր իշխանությունը, իր զորությունը, իր փառքը, ամեն բան կորցրեց Սատանան եւ այդպես կորցնելով իջավ մինչեւ գուբը եւ 1000 տարի պետք է մնա այնտեղ, 1000 տարի պետք է մնա։ Եվ հազարամյա թագավորությունը պետք է լինի։ Եվ էլի են հարցնում, դե որ 1000 տարի պահեց, ինչի պահեց, թող մի անգամից իջներ ծծումբարած կրակելիճը բրծնեինք, հետո ինչի արձակում։ Այս բոլորը հարցեր են, բայց հարցեր են, որոնք որ մենք ավետարանը չկարդալով, չուսումնասիրելու պատճառներ են սրանք, որ այդ հարցերը առաջանում է մեզ համար։ Այլապես Աստված ինչ որ անում է, ճիշտ է անում, շատ ճիշտ է անում։ Հիմա տեսեք, հազարամյայի ժամանակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ են ծնվելու, բայց Սատանան չկա, կապված է։ Հիմա մենք խոսում ենք, ասում ենք, այդ մարդկանց, որ Սատանա կա, այս Սատանան, այս մտքերն ա բերում պատերան, սրանք չունեն դրա փորձառությունը։ Իրանք մարդ են, մեղավոր բնությամբ, բայց գայթակղություն բերողը, որ պիտի բերի, կապված է, բայց իրանք մեղավոր են, իրանք մեռնում են, քանի որ մեղք կա իրենց մեջ, եւ իրենց ապաշխարություն է պետք, եւ այդ գործը դուք պիտի անեք, որպես քահանաներ, այսինքն քարոզելով, որպեսզի իրենք հավատան, ընդունեն Քրիստոսը եւ փրկվեն։ Բայց երբ Սատանան արձակվեց, ում գայթակղեց, սրանք ովքեր որ փորձառությունը չունեին, սրանց պետք է գայթակղի հավաքի։ Իմացաք։ So ինչ է սա ցույց է տալի որ մարդը, մեղավոր մարդը, միշտ էլ պատրաստ է ապստամբելու, եթե ինքը Քրիստոսը չունի, Աստված չունի։ Ան բռնեց վիշապը, անուն է տալիս, վիշապը, այսինքն առաջին օծը, հետո ասում է բանսարկուն ու ասում է Սատանան։ Այն բռնեց վիշապը, վիշապը։ Տեսեք Պետրոս առաքյալը ինչ է գրում, կարդամ ձեզ։ 5-րդ գլուխն առաջի Պետրոս 8 համարը, արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը թշնամին, Սատանան, մռնչող առյուծի պես կպտտի ու կփնտրե թե ում կլե։ Վիշապ նշանակում է կուլ տվող, կլե։ Եվ այս վիշապը ինչ կլեց մեզանից։ Մեր ժամանակը կլեց, մեր կյանքը կլեց, մեր առողջությունը կլեց, մեր ֆինանսը կլեց, ինքը դրա համար է, ինքը եկել է որպես այս մարդկությանը կլե, եկել է որ մարդկությանը դժոխք տանի, եկել է որ մարդկությանը փչացնի, եկել է որ բաժանումներ բերի, եկել է որ պատերանց բերի, հիվանդություններ բերի, եկել է որ մարդու կյանքը իրենից խլի։ Դրա համար Հիսուս ասեց՝ մի վախեցեք նրանից, որ մարմինը կսպանի։ Ինքը մարդասպան է։ Մարդասպան, առաջին մարդասպան ինքն էր, ինքը գայթակղեց Կայինին, որ Աբելին սպանեց։ Մարդասպան է, մի վախեցեք նրանից, որ մարմինը կսպանի, ինքը կարող է մեր մարմինը սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ մարմինն էլ, հոգին էլ, անձն էլ գեյանի մեջ կարող է կորսնցնել, այսինքն Աստծուց վախեցեք։ Սատանան հավատացյալին ինչ կարող է անի, ամենաշատը, ասենք թե մի հատ թունավոր սունկ տա ուտի ես հավատացյալը, թունավորվի մեռնի։ Հավատացյալը կարող է քանսեր լինի մեռնել, հավատացյալ կարող է ակսիդենտ անի մեռնել, հետո, այս մարմինս կործանեց, բայց հոգիս ու անձը սուրագնում, սա է կարևորը։ Եվ Հիսուսն ասեց նայեք, եթե մեռնեք, պիտի ապրեք, ես եմ կյանքի եւ հարությունը։ Եթե մեռնեք, պիտի ապրեք։ Ուրեմն մահվանից հետո կյանք կա եւ դա մենք հավատում ենք, ընդունել ենք։ Ուրեմն մեզ համար իրական կյանքը, իրական հավիտենական կյանքն է, սա մեզի հնարավորություն է տվել Աստված աշխարհ գալով, որ մենք գտնենք հավիտենական կյանքը, որտեղ նայ կյանք ինչ քաղցր բան է, չէ՞։ Շատ քաղցր բան է, ուզում ես ապրել, ուզում ես
տեսնես այս գույները, լսես, ուրախանաս քեզ շրջապ, մահվատ բան է, բայց Աստված մեզ համար հավիտենական կյանք է պատրաստել։ Հələ դեռ մենք այս մեղավոր ու անիծված աշխարհի մեջ լավ բաներ ենք գտնում ուրախանալու, բայց որքան ավելի որ Աստված է պատրաստել իր սիրողների համար։ Ինչեր է պատրաստել Աստված։ Եվ մեզ ասում է ով ոչինչ բանով ուրախացող մարդիկ, դուք իմ նոր ստեղծագործությունով ուրախացեք, հավիտյանս հավիտենից, նոր բաներ, որոնք որ մարդու միտքն ու սիրտը չի տեսել։ Բա մենք ոնց այդ Աստծուն չպաշտենք, ոնց չպաշտենք։ Սատանան մեզնի շատ բաներ խնդրեց, Սատանան մեր կյանքում բանսարկություններ արեց, պատերազմներ սարքեց, եւ ի վերջո մենք հոգեորապես զարգանալով, կրթվելով, Առաքյալն ասում է սատանայի գործերը չիմացող մի եղեք։ Մենք գիտենք նրա գործերը, թեկուզ շատ բան չգիտենք, բայց գիտենք թե ով է նա, ինչ է մեզանից ուզում, մեր շրջապատից, մեր եկեղեցից, օրինակ սատանան եկեղեցի միաբանությունը չի ուզում։ Մենք ինչ պետք է անենք, բան սարքու է, բան է սարքում մեր մեջ, որպեսզի մեզ քայքայի եւ եկեղեցիներին քայքայողը ոչ թե մարդիկ են հավաքվող, ապա բուն սատանա, որտեղ դրա անունը բան սարքու է, ինքը բան է սարքում։ Իսկ ավետարանը մեզ ասում է՝ մեկ հոգի, մեկ շունչ, մեկ եղեք Տիրոջ մեջ Քրիստոսով։ Ուրեմն այդ մեկության վրա հարձակվողը սատանան ինքն է բան սարքում։ Ինքը նաև ստության հայրն է, խաբեության հայրն է, բուն սուտ է հենց ինքն է սատանան եւ ամբողջ աշխարհը իր ստությունը մոլորեցրեց եւ գալու է ժամանակ, երբ սուտ մարքանեն այս ստությամբ մոլորեցնելու է, որպեսզի ամբողջ ազգերը հավաքի իր իշխանության տակ, սատանան որպեսզի պատերազմի գնա Երուսաղեմ։ Եվ ասում են, որ չենք տեսնում, որ հավատանք, իսկ մենք ասում ենք, տեսած բանին ինչու պիտի հավատանք, որտեղ տեսած բանը հավատ չի, շոշափածդ բանը հավատ չի, ինչ որ տեսնում ես, մի հավատա, որ դու տեսնում ես, արդեն տեսնում ես, մենք հավատում ենք չտեսնված բաներին, եւ դա է ապացույցը մեր հավատքի, որ մենք հավատում ենք Աստծո խոսքին, մենք հավատում ենք Հիսուսին, մենք հավատում ենք ավետարանին, ինչ որ մեզ սովորացնում է, եւ այդ հավատքը մեր արդարությունն է Քրիստոս։ Եվ զրան հավատալով որ մենք փրկվելու ենք։ Եվ սա է մեր կյանքի ուղեցույցը։ Մենք հավատում ենք Աստծո, մենք հավատում ենք Աստծո։ Աստված իր անշուտն շրթունքներով մեզ խոստացել է եւ խոստացել է ու խոսեցել է։ Եվ ավետարանը Աստծո շունչն է, որ վկայում է ամեն բան ճշմարիտ է ու սուտ չէ։ Ուրեմն տեսեք հələ մի տեղից էլ կարդամ Հայտնության գրքի մեջ է գրված 12:7-9 համարը կարդամ երկնքի մեջ պատերազմ ծագեցավ Միքայելն ու իր հրեշտակները վիշապի հետ պատերազմեցին Վիշապն ալ իր հրեշտակներով պատերազմեցավ պատկերացնում եք բայց չկրցան դեմ կենալ երկնքի մեջ ալ տեղ չգտնվեցավ անոնց ուստի վար ձգվեցավ մեծ վիշապը այն առաջվան օձը ու բանսարկու ու սատանա կկոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցրեց։ Իր հրեշտակներն էլ իրեն հետ վար ձգվեցան երկրի վրա։ Հիմա տեսեք, հիմա սատանան կա, դևերն էլ կան, չէ՞։ Պատկերացնում եք այն ժամանակ, որ այլևս տեղ չկա, վար ձգվեցան երկրի վրա։ Երկիրը դառնում է կենդանի դժոխք։ Կենդանի դժոխք։ Կենդանի դժոխք։ Եբրայեցիս երկրորդ գլուխն է, այսպես է գրված, Եբրայեցիս երկրորդ գլխի մեջ, կարդամ ձեզ, 14-15 համարն է, ասում է, որովհետև զավակները մարմնի վարին հաղորդակցության ինքնանանոց բաժնեկից եղավ, որպես իր մահովը փչացնե զանիկա, ով սատանայի, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն է սատանան, որ մահվան իշխանություն ուներ։ Եվ մենք ասում ենք Հիսուս եկա մեզի փրկեց, շատ ճիշտ է, շատ լավ արեց, բայց Հիսուս նաև սատանայի ձեռքից խլեց այդ մահվան իշխանությունը։ Հիմա սատանան իշխանություն ունի սպանելու, բայց Քրիստոսի եթե եկանք հավատացինք, այդ իշխանությունը մեզ մահվան գերեզմանի մեջ պահելու այլևս չունի, Հիսուս հաղթեց իրան, հաղթեց իրան։
Եվ Եփեսացիս թղթի մեջ է գրում Պողոս առաքյալը, այսպես է ասում. Դուք հանցանքների մեղքերի մեջ մեռած եք ինքը ձեզ կենթանացրեց, անոնց մեջ ժամանակին քալեինք այս աշխարհի բռնած ճամփովը, այս օդին իշխանության իշխանի ուզածի պես այն ոգի, որ հիմա ապստամբության որդիների ներսիդին կներգործի։ Այս օդի իշխանության իշխանի ուզածի պես, ուրեմն այս օդի իշխանն է, եւ այս օդի իշխանը իշխանություն ունի, եւ մենք ապրում ենք այս օդի իշխանության իշխանի ուզածի պես, թե ինքը ինչպես էր ուզում, այնպես ենք ապրում, եւ որ հավատացին Քրիստոսի, հիմա մեր բոլոր ջանքն է այնպես ապրենք, ինչպես Աստված է ուզում։ Աստված է ուզում։ Ամեն հավատացյալ իր մեջ պատկերացնում է սա, թե ոնց պետք է լինի, եւ դա շատ լավ է։ Դե մեր պատկերացումը շատ քիչ տկար է, մեր պատկերացումից ավելի է, բայց պետք է որ ամեն հավատացյալ իր մեջ, իր երևակայության մեջ այս բանը տեսնի, գուրգուրի, հավատա ու դեպի դրան գնանք։ Հիսուսի աշխարհ գալը եւ իր թագավորությունը հաստատելը, որ պետք է բերի եւ հաստատի 1000 տարի։ Սա ոչ միայն մեր ուրախությունն է, ապա այս աշխարհի ազատագրումն է։ Աշխարհը պետք է ազատագրվի, Այս աշխարհն էլ է օգնել, բնությունն էլ է օգնել, կենթանական աշխարհն էլ է օգնել։ Բոլորը հոգնած են, անկառավարելի է դարձել այս աշխարհը, չի կառավարվում, չի կարողանում աշխարհը կառավարվել։ Ազգերի մեջ թշնամություն կա, կրոնական տարբերություններ կան, ազգերի մեջ իրար նկատմամբ ատելություն կա, եւ դա գնալով սատանան բորբոքեց եւ մարդիկ սկսեցին իրար ատել, սկսեցին պատերազմել եւ իսլամ եւ քրիստոնյաներ եւ բուդդիստներ եւ հինդուներ եւ բաժան եղավ այս աշխարհը եւ հանգստություն չգտավ մարդկությունը, իմացար, չի կարողանում հանգստանալ եւ մարդկությունը տառապում է, աշխարհի մի կողմ այնքան ուտելիք կա ուտելու, որ թափվում է, մյուս կողմը սովից մեռնում է։ Անարդար է դարձել այս աշխարհը, հավասարություն չկա, մարդը արժեքազրկված է, այն մարդը, որի համար Աստված իր կյանքն է տվել։ Հիսուս իր կյանքը մարդու համար է դրել, մարդը այսօր արժեքազրկվել է, մարդը այսօր արժեք չունի եւ տեսնում ենք ինչքան սպանություններ, ինչքան մարդիկ մեռնում են, կողոպուտ, ամեն կողմ արյուն է, հեղություն է, աշխարհը անկառավարելի է դարձել եւ աշխարհը փրկիչ է ուզում։ Սատանան պետք է ասի, որ ես եմ դա, եւ իր վերջի փորձերը պետք է անի ավելի կործանելու, բայց երկնքից պետք է հայտնվի Քրիստոս։ Իր փառքով ու զորքով պետք է գա, երկնքից պետք է հայտնվի, ինչպես երկինք գնաց, համբարձվեց, այնպես էլ երկնքից պետք է գա ու պետք է հայտնվի այս աշխարհի համար, եւ Հիսուսի գալը շատ կարևոր է, որպեսզի աշխարհը, այս մեղավոր աշխարհը իր հանգստությունը գտնի եւ իմանան ու ճանաչեն, որ միակ ճշմարիտ Աստվածը Քրիստոս ինքն է։ Հրեաներն են սպասում իրենց Մեսիային, տառապում են հրեաները, իրենց Մեսիային են սպասում, ազատություն են ուզում, Աստված Աբրահամին խոստում է տվել։ Եվ այդ խոստումները պետք է կատարի Աստված։ Հրեաներն էլ ամեն օր այդ պատի մոտ կանգնած, լացի պատի մոտ աղերսում են, որ իրենց Մեսիան գա իրենց փրկի։ Երուսաղեմն էլ է անկառավարելի դարձել։ Երուսաղեմը շրջապատվել է թշնամիներով։ Եվ այսօր իսլամ աշխարհը միաբանվում է, որպեսզի Երուսաղեմը ոտից կոխան անի։ Եվ մենք գիտենք, թե ինչ է կատարվելու այնտեղ։ Մենք գնալու ենք, բայց այն դեպքերը կատարվելու են եւ Իսրայելը ոտից կոխան պետք է լինի։ Այսօր ամեն բան անում են, որպեսզի միաբանվել եւ այս դեպքերը պետք է կատարվի եւ հրեա ժողովուրդն էլ է ուզում ազատություն։ Այն խոստացված Մեսիային է սպասում։ Առաջի անգամ եկավ Հիսուս վրիպեցին, իրենց Մեսիային խաչ անեցին։ Երկրորդ անգամ որ գա Հիսուս, այդ ժամանակ
ողբալով պետք է ընդունեն Հիսուսին։ Օրհնյալ է այն, որ Տերոջ անունով պետք է գա։ Եվ պետք է գա ու պետք է ազատի հրյա ազգին, հրյա ժողովրդին։ Ազգերի մեջ դադաստան պետք է լինի։ Պիտի որոշվի, որ ազգը պետք է մտնի հազարամյա թագավորությունը։ Եվ գրված է Տերոջը գիտությունով պետք է լսվի երկիրը։ Բայց նաև մի բան էլ է գրված, կարդամ ձեզի, տեսեք ինչ է գրված Հայտնության գրքի մեջ, եւ գրված է այսպես. Այն, որ կհաղթեւ իմ գործերս մինչև վերջ կպահե, անոր իշխանություն պիտի տամ ազգերի վրա։ Եվ պիտի հովվեն զանոնք երկաթի գավազանով, անոնք բրուտի ամանորպես պիտի փշերվին։ Իշխանություն պիտի տամ ազգերի վրա, եւ պիտի հովեն երկաթի գավազանով, այսինքն օրենքի խստությամբ։ Օրենքի խստություն, այսինքն կար կանոնա լինելու, օրենքա լինելու։ Հիմա կար կանոն չկա, օրենք կա չի աշխատում, որտեղ մարդը ապրում է ըստ իր սրտի ցանկությամբ։ Կուզի կկայնի ստոպ սայնը, չի ուզի չի կայնի, կուզինը հերթ կայնի, կուզի չի կայնի։ Շատացել է այս ամեն աներունությունը եւ օրենքից դուրս է մարդկությունը։ Ուրեմն եւ անդունդը զքեց Զանիկա եւ գոցեց վրան կնքեց, որ ալ չմոլորեսնի ազգերը մինչեւ 1000 տարի լմնա, անկե այդքան պիտի արցակի անիկա կարճ ժամանակի համար։ Դա հետո խոսանք։ Աթորներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց դատավորություն տրվեցավ։ Նաեւ Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածներու հոգիները տեսա։ Անոնք, որ երկրպագություն չրին գազանին, ոչ էլ անոր պատկերին ու անոր դրոշմիմը ճակատների վրա իրեն ձեռքի վրա չընդունեցին եւ ապրեցան ու Քրիստոսին հետ 1000 տարի թագավորեցին։ Ուրեմն ասում աթորներ տեսա, որոնց վրա նստան եւ անոնց դատավորություն տրվեցավ։ Նաեւ Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածների հոգիները տեսա։ Պողոս առաքյալը տեսեք ինչ է ասում, առաջի Կորինթացիս թղթի մեջ է գրված 6-րդ գլուխն է 1-ից 2 համարն է, Կորինթացիներին է ասում է ձեզմե մեկը եթե բանը ունենա իր ընկերի հետ կհամարցակի անիրավներու առջև դադվել թե սուրբերին առջև, հետո ասում է չէ գիտե թե սուրբերը պիտի դադեն աշխարհը, եթե աշխարհը մեզմե կդատվի, ուրեմն արժան չէ այդ շնչին դատեր որոշելը։ Չէ գիտե թե մենք հրեշտակները պիտի դատենք, ելույթ կմնա թե աշխարհայինները։ Ուրեմն չէ գիտե թե մենք հրեշտակները պիտի դատենք։ Հրեշտակները պիտի դատենք։ Ելույթ կմնա թե աշխարհայինները։ Ուրեմն մեզի նեղացնող այն հրեշտակներ կան, չէ, սատանան մեզ վրա դրել է, որ մեր կյանքը ուտում են, մաշեցնում են։ Դադաստան պետք է տեսնենք, Հրեշտակները պետք է դատենք, ելույթ կմնա թե աշխարհայինները, Ուրեմն աթոռներ տրվեցավ եւ դադաստան պետք է լինի, եւ Տեր Հիսուս իր աշակերտներին ասեց, Մատթեոս 19-ի մեջ է ասում, 28 համարն է, այսպես է ասում, առաքյալներին ասում է, որ երբ որ ես գամ, ասում է Տեր Հիսուս, ասում է, երբ որ ես գամ, ասավ անոց Հիսուս, ճշմարիտ կսեմ, ձեզ մե թե դուք, որի մետևից եկաք մյուս անգամ գալուստին, եւ որդի մարդո իր փառած աթոռը նստի, դուք ալ 12 աթոռների վրա պիտի նստեք Իսրայելի 12 ցեղերը դադելու։ Իսրայելի 12 ցեղերին պիտի դադեին, առաքյալներին է ասում Տեր Հիսուս։ Հայտնության 2-րդ գլուխ 26 համարի մեջ այսպես է գրված, 2-րդ գլուխ 26 համարն է,
Կարդացի Երկրորդ Տիմոթեոս երկրորդ գլուխ 12 համարը կարդամ Եվ այսպես է ասում Եթե համբերենք անորել պիտի թագավորենք ալ Եթե համբերենք անորել պիտի թագավորենք ալ Եթե Հիսուսին ուրանանք ինքն ալ մեզի պիտի ուրանա Եթե չհավատանք ինքը հավատարիմ կմնա ու իր անձը չի կարող ուրանալ Այս խոսքը հավատարիմ է վասնզի եթե անոր հետ մեռանք անոր հետ պիտի ապրենք ալ Եթե համբերենք ուրեմն պիտի համբերենք անոր հետ պիտի թագավորենք էլ Այտենց մարդ կա այս աշխարհում, որ չի ուզենա թագավոր լինի, կամ չի երազել թագավոր լինի, չի երազել, թագավոր լինի, էլի, ինչ լավ բան է թագավոր լինելը, հրամանատուր թող կատարեն, եւ ասում է, եւ ես ձեզ թագավորներ ու քահանաներ երեսի, Երբեմն ասում են, էսի այլաբանություն է, չեն կարողանում հասկանալ, դե այլաբանորեն պիտի հասկանանք, բայց Հիսուս ասում է, 1000 տարվա թագավորություն պիտի հաստատեմ, եւ դուք պիտի թագավորեք ու քահանայություն արեք, բայց այս ամբողջ երկիրը, այս ամբողջ ազգերը, լեզուները որ կան, ով պիտի սրանց սովորացնի, ով պիտի թագավոր, ուրեմն իշխանություն պիտի լինի, ուրեմն կարգ կանոն պիտի լինի, սիստեմ պիտի լինի, ինչպես այսօր սիստեմ կա Էլ տրանսպորտ էլա լինելու, խանութ էլա լինելու, հիմա կարող է մենք ուտենք չուտելու, հարց մեզ համար չկա, բայց դրանք որ ծնվելու են, ապրելու են, գյուղատնտեսություն էլա լինելու, ամեն բան լինելու է, դպրոցներ էլա լինելու, բայց այսօրվա նման չի լինելու դպրոց, որ 3 հատ զուգարան ունենալու, 2 հատ ունենալու, մեկի վրա գրալնելու, տղա մեկին աղջիկ, դպրոցի դասատուն հոգևոր է լինելու, աղոթքով են սկսելու, համասարանը նույնպես Գործի գնացին ամենտեղ աղոթքով են սկսելու, էլ բանի նկարները հանելու են, պրեզիդենտների նկարները չի լինելու, բոլորտեղ Քրիստոսի պատկերն է լինելու, որպեսզի մարդիկ իմանան ճանաչեն, որ ով այս աշխարհի տերը, թագավորը, իրան են ծանոթացնելու, Իմիջայլոց բոլոր համասարանները հոգևոր նպատակներով են ստեղծված եղել, հետո են փոխվել իրանք Oxford, Harvard, սրանք սաղ աստվածաբանական եղել, հետո են փոխվել, այսօր չկա այդ բանը, և այս մարդկությանը պիտի այդ հազարամյայի ժամանակ սովորեցնել իրանց, ամուսնություն լինելու է, այո, որտեղ պիտի լինի, եկեղեցիում, ով պիտի այդ պսակադրությունը կատարի, Հիսուս պիտի կանի, ոչ, նրանք որ քահանայություն են անելու, նրանք պիտի անեն, մեկ ուզում է մկրտի իր երեխային, ով պիտի անի, մեկը ննջել է, ով պիտի անի Ուրեմն կյանք շարունակվելու է, բայց ամեն բան Աստծո կամքի համաձայն երկնքի թագավորության իշխանի ուզածի պես պիտի լինի, Ամեն բան իր կարգ կանոնով պետք է լինի եւ ներդաշնակություն է լինելու թե մարդկանց մեջ եւ ամեն բան հավասարություն, արդարությամբ է լինելու եւ այս բոլոր խաբեությունը, այս ամբողջ այս սատանայական գործերը քանդվելու է Եվ սատանան կապված է լինելու և 1000 տարի, ախր 1000 տարի մի բերան ենք ասում, 1000 տարի ապրելու ենք երկրի վրա, Ուրեմն ասում է, որ երանելի են ասում է, շարունակեմ նորից ես հետո, մի քիչ ուզում եմ ավելի առաջ անցնեմ, երանելի են նրանք, որ առաջի հարության մեջ բաժին ունեն, Բայց ավելի երանելի են նրանք, որ առանց մահ տեսնելով պիտի հափշտակվեն, Բայց երանի նրանց, որ առաջի հարության մեջ բաժին ունեն, ուրեմն երկու հատ հարություն կա, Եթե երկու հատ հարություն կա, ուրեմն երկու հատ մահ կա, Երկու հատ մահ կա, երկու հատ հարություն կա, Եվ սրա մեջ բաժանում կա, Ուրեմն առաջի հարության մեջ բաժին ունեն բոլոր նրանք, ովքեր հավատք ունեն, ովքեր Քրիստոսով ննջել են, առաջին հարությունը, եւ որ վերջին փողը ընչվի, հրեշտակապետի ձայնով Աստծո փողովը, առաջ մեռելները, որոնք սպասում են,
հարություն պետք է առնեն, հետքը հետո մենք որ ողջ ենք, ողջ ոչ պետք է փոխվենք օդի մեջ Տիրոջը միանալով եւ հավիտյան իր հետ պետք է լինենք, բայց առաջի հարության մեջ մենք բաժին ունենք։ Ուրեմն երկրորդ հարություն էլ կա կամ երկրորդ մահ էլ կա։ Եվ մենք տեսնում ենք, որ այս վերջին դադաստանը շատ է խառնված, որտեղ մարդիկ կարծում են, որ Հիսուս գա, դադաստանը լինելու է վերջ, ոչ, 5 տեսակ դադաստան գոյություն ունի, Հիսուս երբ որ գա, ազգերի դադաստանը պետք է անի, իր թագավորությունը հաստատի։ Հետո վերջին դադաստանը երբ որ լինի, դա Ճերմակ աթոռի դադաստանն է, դժոխքում սպասողները, որոնք որ մեռել էին, դժոխքում սպասողները հարություն պետք է առնեն, պիտի դատվեն, հետո նոր գնան ծծմբով արված կրակի լիճը, որը երկրորդ մահ։ Դրա համար է ասում, երանելի են նրանք, որ առաջի հարության մեջ բաժին ունեն, որտեղ երկրորդ մահը այլևս իրենց վրա իշխանություն չունի, որտեղ առաջին մահվամ իրենք Աստծո հետ իրենց հաշտությունը կնքել են եւ հաշտվել են, ապաշխարել են, վերստին ծնունդ են ունեցել։ Հիմա նոր մարմին ունեն այլևս իրանք, հարություն են արել հոգեղեն մարմնով եւ հավիտյան այդպես պիտի լինեն, կորցնելու խնդիր չունեն, բայց երկրորդ մահը նրանց, ովքեր որ առանց հավատքի ննջել են, առանց հավատքի մեռել են, իջան դժոխք։ Սրանք այդ հազարամյա ընթացքում են սպասելու, մինչև որ հազարամյան ավարտվի, հետո Ճերմակ աթոռի ատյանի ժամանակ Աստված սրանց մարմին պետք է տա, հարություն պետք է առնեն, որտեղ առանց մարմին չի եղնի, մարմնով են մեղ գործել, մարմնով պետք է դատվեն եւ պետք է գնան ծծմբով արած կրակի լիճը, որ է երկրորդ մահ։ Բայց այս մարդիկ գիտեն, թե ինչ է լինելու։ Գիտեն, այսինքն դժոխքը հանգստի վայր չի, դժոխքը տառապանքի վայր է, բայց դրանից ավելի մեծ տառապանք է սպասում ծծմբով արված կրակի լիճը։ Մեծատունն ինչ ասեց։ Ասեց ես հոշ տանջվում եմ, բերանս չորացել է, եւ մարդը հասկացա, որ հայտնվել է դժոխքում, այնտեղ մխիթարության վայր չի, եթե մեկ Քրիստոսով ննջում է, ինքը մխիթարված է, ինքը գնում է միանում է Քրիստոսին, իրան դիմավորում են երկնքում, ինքը հանգստության մեջ է այլևս, ոչ թե ցավի եւ տառապանքի, բայց դժոխք գնացողը, եւ որ այս երկրի վրա ասում է դու հանգստությամբ եւ ապրեցիր, իջել է տառապանքի մի վայր, միտեղ որտեղ որ չեր ուզի ոչ մեկ հայտնվելու, բայց ինքը իր որոշումը երկրի վրա կատարեց, մերժելով Աստծո խոսքը, մերժելով Քրիստոսը, մերժելով Քրիստոսի այրունը, հայտնվեց մի միջավայրում, որը չէր էլ պատկերացնում կամ լսելուց էլ ծաղրում էր, ասում էր, ինչ դժոխք, ինչ դրախտ, մարդը մեռավ, հողա դառնում, վերջացավ, գնաց, բայց մարդու անձն ու հոգին մատերիալ չի, մարդու երևակայությունը չի ջնջվում, դա քո անձի մեջ է, քո հոգու մեջ է, եւ դա նյութ չի որ վերանա։ Մի վայրից ուրիշ վայր է գնալու, բայց ուր, կամ դժոխք, կամ դրախտ, կամ գնելու է տառապանքի, կամ գնելու է մխիթարության վայր։ Որոշումը հիմա է, մեռնելուց հետո գրված է գործ, խորհուրդ, չկա այլևս, մեկը չկա որ բարեխոսի, մեկը չկա որ օգնի այդ վայրից դուրս գալու, մեկ բարեխոս կա, եթե մեր կենդանության ժամանակ, այսպես է գրված, Հռոմեացիս թղթի մեջ է գրված, ասում է, որ մոռացա, ասեմ ձեզի միտքս էր, գիտեք, 6-րդ գլխի մեջ է գրված, եւ այսպես է ասում Պողոս առաքյալը հռոմեացիներին, ասում է, որ քանզի մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգևը կյանք հավիտենական։ Եթե մեկը այս կյանքում չհաշտվի Քրիստոսի հետ, մեռնելուց հետո հաշտեցնող չկա։ Հաշտեցնող չկա։ Հիմա պետք է հաշտվել Քրիստոսի հետ, հիմա պետք է Քրիստոսին ընդունել։ Ուրեմն երանելի են բոլոր այն ննջեցյալները, ովքեր Քրիստոսով են ննջել, որտեղ իրենք առաջի հարության մեջ բաժին ունեն։ Ուրեմն մահը մեզ չվախցնի,
Մահը մեզ չվախցնի, մահը դա նոր սկիզբն է նոր կյանքի, հավիտենական կյանքի, մահը այն դուռն է, որ հանդերձյալից այս կյանքից անցնում ենք հավիտենական կյանքի եւ մեզ այնտեղ դիմավորող կա եւ դիմավորողի անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ դիմավորելու է, եւ ինչպես էր ինքը, այսպես Առաքյալն ասում է, ինչպես էր այն, այնպես էլ մենք պիտի լինենք, ինքը մեռելներից հարություն առավ մարմնով եւ կենթանի այդ մարմնով հավիտյանը հավիտենից եւ այդ մարմնով էլ գալու է հոգեղեն ու փառավոր մարմնով եւ ինչպես էր առաջի Ադամ, այդպես էլ առաջի Ադամի նմաններն էին, ինչպես է վերջին Ադամը, այնպես էլ մենք ենք լինելու, վերջին Ադամի պես։ Հավիտենական մարմին ենք ունենալու եւ հավիտյան ապրելու ենք։ Եղբայրներ, քույրեր, մեզանից սատանա խլեց մեր կյանքի լավագույն ժամերը, մեր ուրախությունները, մեզ շատ ցավեր պատճառեց, մենք շատ անգամներ լացեցինք, ողբացինք մեր զավակի համար, մեր հոր, մեր մոր, մեր կորուստների համար, մենք նեղությունների մեջ լացեցինք, մեր ընտանիքների անդամներով մեզի չարչարեց, մենք ողբացինք, աղաչեցինք, լացեցինք, Տերոջ խնդրեցինք իր օգնությունը, շատ ցավերով անցանք, բայց գալիս է մի պահ, որ Աստված այլևս պետք է չհիշեք այդ բաները, եւ ես ձեր աչքերից պետք է սրբեմ ձեր արցունքները, եւ մեր կյանքը փոխվել է օրհնության, հավատանք այն խոսքերին, որ ավետարանը մեզի սովորեցնում է, եւ մենք պետք է ուրախ լինենք, ուրախանանք, եւ ասում է ուրախացեք ու ցնցացեք այն նոր ստեղծագործությունով Քրիստոսով ուրախացեք, որ մեզի համար իր կյանքը դրեց, այն որ իր առջև կեցած ուրախության համար տառապանքը հանձ դառավ, ուրեմն մենք էլ այդ չարչարանքները, տեղությունները բան մեջ են, հանձ դառնելով գնանք Քրիստոսին, որ մեր ուրախությունն է, մեր երջանիկ հույսն է, մեր կյանքն է, մեր առավոտն է, որ բացում է մեզի համար Քրիստոս, մեր ամեն ինչն է, առանց Քրիստոս կյանք չկա, առանց Քրիստոս մենք իրար հետ կապ չունենք, առանց Քրիստոս մենք իրար չենք կարա ներենք, սիրենք, չենք կարա հավաքվենք, առանց Հիսուսի պաշտամունք էլ չկա, առանց Հիսուսի գերեզման գնալ էլ չկա։ Եթե Քրիստոսով գերեզման չգնաս, մեռածը կորցված է, բայց եթե Քրիստոսով գնանք, ինչպես եղբայրը շատ անգամ ասել է, ինչու ես լացում։ Ասես, որովհետև եղբայրս մեռել է, ասես հարություն պետք է առնի, ասես գիտեմ հարության ատեն, ասես ես եմ կյանք եւ հարությունը, քո առջեւդ կայնած եմ, բայց չէին հասկանում, Երանելի են բոլոր նրանք, ովքեր հավատք ունեն, երանելի են բոլոր նրանք, որ Քրիստոսով ննջեն եւ հանդիպում է սպասում մեր սիրելիների հետ, հանդիպում է սպասում մեզ, մեր սիրելիների հետ պիտի հանդիպենք, բայց բանը իմանալով, որ այս հնարավորությունը Աստված տվել է մեզի, ոնց վրիպենք, ոնց մերժենք, եւ մարդը իր տկար 2% ուղեղով Քրիստոսը մերժում ենք Աստծուն, հակառակվում ենք, եւ Առաքյալն ասում է, եթե մենակ սրան ենք հուսացե, ուտենք ու խմենք, մենք բոլորից ողորմելին ենք, բայց ոչ, Քրիստոս հարություն առավ ննջեցյալների առաջի պտուղը եւ նմուշը պտուղն էր եւ մենք ինչպես որ Քրիստոս էր, այնպես էլ քրիստոսինները պիտի հարություն առնեն իր գալու ժամանակը եւ երբ Հիսուս գա մեռելների հարություն պետք է լինի եւ հափշտակություն եւ պետք է գնանք ու վերջանա մեր այս պատերազմ այս աշխարհի սատանայի մեր մարմնավոր երկրավոր կյանքը պետք է վերջանա ու մի նոր կյանք հոգեղեն աշխարհ հոգեղեն մարմին եւ պետք է ապրենք հավիտյանս հավիտենից ուրեմն իրար սիրենք իրար ընդունենք որովհետեւ իրար հետ ենք լինելու հավիտյան ես շատ եմ ուզում որ իմ եղբայր քույրերիս հետ լինեմ չեմ ուզում ասեմ նրանց մյուսների հետ չէ բայց այս մեր ընտանիքն է այստեղ մենք մեծացել ենք իրար հետ ապրել ենք Տերը տա որ բոլորս արժանանանք հափշտակությանը, բայց մարդ ես էլի հանկարծ մնացինք, չխառնվենք իրար, մենակ բրի կյանք դնենք, որպեսզի փրկվենք։ Տերը օրհնի ձեզ ամեն։